Մենք հիմա մտնում ենք Վեդու ջրամբարի թունել։ Այս ստորգետնյա հատվածում տեղակայված կառավարման հանգույցից կարգավորվում է ջրի հոսքը դեպի ոռոգման համակարգ։ Մեզանից ներքև արդեն ջուրը տեղափոխող հիմնական խողովակներն են, իսկ մեր անցած ճանապարհը նախատեսված է շահագործման եւ տեխնիկական սպասարկման համար։ Արդեն մոտենում ենք ջրամբարի, կարելի ասել, կենտրոնական մասում։ Եթե կենտրոնականից անցնում եք Այնտեղ մնում ենք ամբողջ այդ թունելի այդ հատվածը գտնվում է ամբողջովին ջրի տակ։ Թունելի ընդհանուր երկարությունը 512 մետր է, իսկ մուտքից մինչև կենտրոնական կառավարման հանգույցը շուրջ 215 մետր։ Այդ կետից այն կողմ թունելի մնացած հատվածն արդեն ամբողջությամբ ջրի տակ է։ Այստեղ ապահովված են անվտանգության ժամանակակից համակարգեր հակահրդեհային եւ օդափոխության։ Այս ստորգետնյա կառույցը սակայն Վեդու ջրամբարի մեծ համակարգի միայն մի մասն է։ Համակարգ, որը պետք է փոխի Արարատյան դաշտի ոռոգման տարիներով ձևավորված տրամաբանությունը։ Սա Հայաստանի ջրային կարևորագույն նախագծերից է։ Ջրամբարը կառուցվել է զրոյական մակարդակից, իսկ շինարարությունն ավարտվել է այս տարի, ինչը կառավարության նիստում առանձնացվել է որպես նշանակալի իրադարձություն։ Այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ մենք երրորդ հանրապետության պատմության մեջ իրականացնում ենք առաջին անգամ։ Շինարարության ավարտը դեռ չի նշանակում ողջ համակարգի լիարժեք շահագործում։ Այժմ ջրալցման, փորձարկման եւ համակարգերի վերջնական կարգաբերման փուլն է։ Ներկայում ջրամբարը ջրալցման եւ շահագործման համակարգերի փորձարկման փուլում է ըստ հատուկ ձեռնարկի՝ ջուրն աստիճանաբար անբարելով։ Մոտ 12 միլիոն կուբամետր ջուր ունենք արդեն անբարված ջրամբարում եւ ամեն 4 շաբաթը մեկ անում ենք հիդրոմեխանիկական սարքերի փորձարկում։ Փորձարկման արդյունքները բավարար են, ունենք գերազանց արդյունք։ Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է։ Դրանից 75 միլիոն եվրոն զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներն են, իսկ 15 միլիոնը Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը։ Ֆրանսիացի մասնագետները շարունակաբար հետևում են ջրամբարի ամրությանը եւ կայունությանը։ Դրա ընդհանուր ծավալը շուրջ 29.4 միլիոն խորանարդ մետր է։ Ունենք տեղադրած երկու խողովակաշար, մեկը 1400 դիամետր դրամաչափի խողովակ, մեկը 800 դրամաչափի խողովակ։ Ջրամբարից ոռոգում անելու ենք 800 դրամաչափի խողովակով։ Երբ ջրամբարը լիարժեք սկսի գործել, 11 պոմպակայան դուրս կբերվի շահագործումից, եւս 4-ը կաշխատի մասնակի ծանրաբեռնվածությամբ, այսինքն մեխանիկական ոռոգման փոխարեն համակարգը կանցնի ինքնահոսի։ Ակնկալվում է տարեկան շուրջ 19 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիայի խնայողություն, իսկ դա նշանակում է ոչ միայն ավելի քիչ ծախս, այլև ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում կաթիլային ոռոգման, ավելի լայն կիրառման հնարավորություն։ Միաժամանակ Արարատյան դաշտի 11 բնակավայրերի շուրջ 3220 հեկտար հողատարածքի ոռոգումը կդառնա ավելի հուսալի, իսկ մոտ 500 հեկտար նոր հողատարածք կներառվի ոռոգելի տարածքների մեջ։ Ջրի բացթողումը լինելու է, շահագործումը կլինի արդեն ջրամբարը ամբողջովին լցնելուց հետո, փորձարկումներն ավարտելուց հետո կունենանք արդեն բացթողում ջրի։ Գործընթացի հիմքում ոչ միայն ջրի կուտակումն է, այլև դրա կառավարման նոր համակարգը։ Տարածքային զարգացման հիմնադրամի պահանջով ներդրվել է SCADA ժամանակակից կառավարման համակարգ, ջրամբարի աշխատանքն իրական ժամանակում վերահսկելու եւ կառավարելու համար, ինչպես տեղում, այնպես էլ Երևանից։ Այն վերահսկում է ջրի մակարդակը, ճնշումները, հոսքերը եւ կառույցի տեխնիկական վիճակը։ Այս տվյալները նաեւ թույլ են տալիս հնարավոր խնդիրներն ու ռիսկերը արագ նկատել եւ արձագանքել։ Ջրամբարում տեղադրված է 108 հսկիչ չափիչ սարք, որոնք շուրջօրյա տվյալներ են փոխանցում կառավարման համակարգին։ Սա ավելի մեր պատկերն է ջրամբարի ջրընդունիչների հատվածից։ Ունենք երկու գլխամասերում, սա մեր ջրամբարի ջրընդունիչ հանգույցներն են, Խոսրով եւ Վեդի հանգույցներն են։ Սա մեր ջրամբարի
հատվածն է, կառուցած 11 կիլոմետրանոց համակարգն է, որը ունի իր ամբողջ փականները վերահսկվում են հենց օպերատորը շահագործելու աստեղից նստած։ Վեդու ջրամբարի ամենակարևոր ինժեներական կառույցներից մեկը հենց ոռոգման թունելն է։ Այստեղ տեղակայված են ջրի բաց թողման եւ կառավարման համակարգերը, իսկ թունելի մյուս հատվածը միանում է ջրամբարի ստոր ջրյա կառույցներին։ Ջրամբարի կառուցումն առանց դժվարությունների չի անցել։ Շինարարության ընթացքը խոչընդոտել են Քովիդը, պատերազմը եւ փոխարժեքների տատանումները։ Այդ ծանր խոչընդոտները մենք հաղթահարել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության ծրագրերով, որոնք ներկայացվել են տարածքային զարգացման հիմնադրամի աջակցության կողմից, եթե այդ ծրագրերը չլիներ, մենք չէինք ունենա այս ջրամբարը։ Բայց տարիների շինարարությունից հետո ջրային գեղեցկուհին արդեն քարտեզի վրա է։ Վեդու ջրամբարը կառուցված է Բեդի գետի աջափնյա կոտուց սելավատարի վրա, իսկ ջրով համալրվում է Վեդի եւ Խոսրով գետերի հոսքերի հաշվին, հատուկ կառուցված ջրընդունիչ հանգույցի եւ շուրջ 10.5 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի միջոցով։ Այս նախագծի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գետերից վերցվող ջուրը ջրամբար է հասցվում փակ խողովակաշարով։ Արդեն պատրաստ է նաև դեպի Արարատյան դաշտավայր ձգվող շուրջ 36 կիլոմետր երկարությամբ ոռոգման ցանցը, ժամանակակից, այդ թվում կաթիլային ոռոգման համակարգերի համար։ Ջրամբարի կառուցումն ավարտված է, բայց դրա լիարժեք շահագործմանը դեռ նախորդում է եւս մեկ կարևոր փուլ՝ փորձարկումն ու մասնագետների պատրաստումը։ Վերջիններս փուլ առ փուլ պետք է ստանձնեն կառավարման եւ շահագործման գործառույթները։ Վեդու ջրամբարը միայն պատվար, թունել ու խողովակաշար չէ։ Դրա շուրջ ձևավորվում է մի ողջ համակարգ։ Նպատակը ջուրն ավելի արդյունավետ կուտակելն ու կառավարելն է, պոմպակայանների միջոցով ջուր բարձրացնելու ծախսը նվազեցնելը եւ Արարատյան դաշտի, այսպես ասենք, ծարավը հագեցնելը։ Ջուրը հիմա այստեղ է կուտակվում, բայց այս համակարգի իրական փորձությունը դեռ առջևում է, երբ այն ջրամբարից պետք է հասնի դաշտ։ Հաջորդ փուլը ջրամբարի լիարժեք աստիճանաբար շահագործումն է մոտ 3 տարվա ընթացքում։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։